Բռնարար հարաբերություններում մարդիկ չեն կորցնում սերը, նրանք կորցնում են ինքնությունը։ Իսկ առողջ հարաբերությունները հենց ինքնության վերադարձի մասին են։ Եկեք այսօր խոսենք տարբերությունների մասին, որն է առողջ եւ որն է բռնարար հարաբերությունները։ Բռնարար հարաբերություններում չկա այդ եսի եւ այնի գիտակցումը, կա միայն մենքը, այն էլ որպես ոչ թե միության նշան, այլ որպես վերահսկողության տարածք։ Առողջ հարաբերություններում կա պատասխանատվության գիտակցում, իսկ բռնարար հարաբերություններում կա մեղադրանքի տեղափոխում։ Առողջ հարաբերություններում անձը հանգիստ կարող է ասել կներես, ես սխալվեցի, իսկ բռնարար հարաբերություններում դիմացինը անպայման կասի դու ինձ հասցրեցիր այս վիճակի, դու ինձ հունից հանեցիր, անգամ եթե նա կգա քեզ հետ հաշտվելու, ներողություն խնդրելու, հաշտությունից հետո ինքը անպայման կասի բայց սովորաբար դու ես ախր ինձ հասցնում այդ վիճակին, դու ես զրույցի ընթացքում քո արարքներով բերում ինձ այնպիսի կետի, որ ես ինձ այդպես եմ պահում։ Առողջ հարաբերություններում կա հարգանք։ Զույգերը հստակ գիտակցում են եւ անգամ ասում են ես քեզ չեմ պատրաստվում կոտրել, անգամ երբ շատ զայրացած եմ։ Իսկ անառողջ հարաբերություններում բոլոր զրույցները, բովանդակությունները, մեղադրանքով դու հղումները գնում են անձի ինքնության, արժեքների, դրսևորումների ոչնչացմանը։ Այդտեղ անգամ էներգիայի մեջ հարգանք չես կարող գտնել։ Առողջ հարաբերությունները երբեք չեն լինում կատարյալ, բայց այնտեղ զույգերը չեն փակվում վախով։ Եթե կլինեն լսողների մեջ մարդիկ, որ իսկապես կգիտակցեն, որ իրենց հարաբերություններում կան անառողջության նշաններ, կապ հաստատեք մեզ հետ։ Զանգահարելով 095 51 44 54 հեռախոսահամարով։ Ես Բաղրամյան 18-ում սիրով սպասում եմ ձեզ։ Իսկ բոլոր այն մեր հայրենակիցները, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, անգամ մարզերում, որ չեն ցանկանում գալ գրասենյակ, մենք աշխատում ենք WhatsApp-ով, տեսազանգի միջոցով, որից մեր թերապևտիկ զրույցի արդյունավետությունը որևէ կերպ չի տուժում։